Հանգստացի Նարի, մենք իզուր չենք եկել այստեղ։ Արմո, ես չեմ ուզում քո հետ ոչ մի բան խոսամ, ես չեմ ուզում հետդ նույն տարածքում մնամ, գնում եմ ես։ Մնում ես, ես քեզ պետքա բացատրեմ։ Խորիկ ինչի համար։ Խորիկին մի խառնի, ես եմ ասել։ Խորիկ, դու հիմա հասկանում ես ինչ ես արել, հա։ Դու հասկանում ես, որ դավաճանել ես ինձ։ Աղբորպես, ինչ ուզում եք արեք, ուզում եք կռվեք, ուզում եք խոսացեք, ես ձեր հավեսը չունեմ։ Հա, հետո, ասենք խորիկին խաբեցիր ինձ բերեց տեղ, հետո ինչ պիտի անես, կբացատրես հասկանամ։ Սպասի կբացատրեմ։ Նարե։ Դու ստեղ ինչ ես անում։ Ոնց եկել ես նես թեքվի ու հետ գնա։ Կարծեմ քեզ բան ասեցի։ Արի Նարե։ Նարեն քո հետ ոչ մի տեղ չի գալիս։ Ու ընդհանրապես Նարեից հեռու մնա։ Դու ոնց որ շատ ես աճել, արա։ Այդ լեզուդ կկտրի։ Լսի այն Մարգարիտ թոր։ Շնորհակալ եղի Նարեին, որ ստե դիակը չեմ փռում։ Ուղղակի ես աղջկա մոտ հաստատվելու կարիք չունեմ։ Մի պահի քեզ պետքա գալիս Նարեն, գալիս ես հետևից, երբ պետք չի բաց ես թողում, Նարեն քո համար խաղալիք չի, երբ որ պետք լինի գազ, երբ որ պետք չլինի հաջորդ օրը բաց թողես իրան։ Վերջ։ Վերջ։ Ես ինչ ես անում, արա։ Չես խրատվում դու արա։ Հանգստացեք, տղերք ես ինչ եք անում, հանգստացեք, Արմո։ Ու սպասի ես քո հետևից էլ գալու։ Արմո։ Հետո Սուս մնա խորո։ սրա համար էր կանչում ստեղ։ Սուս մնա խորո, չես լսում ինչ եմ ասում։ Սպասի Նարե, ասում կանգնի։ Ինչ։ Ինչ ես ուզում։ Հիմա էլ իմ հետ ես կռիվ անելու։ Տես դու ճիշտ էիր ասում։ Սկզբում նկարներն էր, հիմա ես դեպքը։ Ինչ։ Բացատրություն ես ուզելու։ Չունեմ բացատրություն, որ ես քեզ տամ։ Մտածի ինչ ուզում ես։ Ուղղակի հիմա հանգիստ թող ինձ ու գնա։ Թող, խնդրում եմ, Հայկ։ Սոնա։ Հա, ես Սոնա, ոնց ես տնից դուրս եկել։ Կարևորը ոնց դուրս գալը չէ, տղա ջան, կարևորը որ աղջիկը իր ոտով եկել հասել է այստեղ։ Կարաս մեզ մենակ թողես, բաբ։ Կարամ, իհարկե կարամ, բայց դու համոզի, որ մնա, ով գիտի սա ձեր վերջին հնարավորությունն է։ Ավելի լավ կլինի գնանք իմ սենյակ, Սոնա։ Արի։ Սա քո ով էր։ Սոնա, Բա ինչ լավ է, որ կարողացավ գալ։ Վերջապես երեխուս տրամադրությունը մի քիչ գոնե կփոխվի։ Նեղացրել է քեզ Արմեն։ Չէ։ Բա զանգերիս ինչի չես պատասխանում։ Ախր Հայկ տեսնում ես, որ իրերս մոտս չի։ Էլի կասկածում ես։ Նարա, ես քեզ չեմ կասկածում ու քեզնից ոչ մի բացատրության չեմ սպասում։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, ունենց չի, որ քեզ կամ Արմոյին նոր պիտի ճանաչեմ։ Ինչի համար ես եկել։
Արի գնանք ստեղից խոսանք հանգիստ կհասկանանք իրար։ Ինչի մասին պիտի խոսանք։ Մենք արդեն ամեն ինչի մասին խոսեցինք։ Ես էլ քեզ շատ ուշադիր լսեցի ու հասկացա ամեն ինչ։ Հիմա հավատալ ընդհանրապես ցանկություն չունեմ հետդ խոսելու, Հայկ։ Էլ չեմ դիմանում ես։ Նարը, ես քեզնից ոչ մի բացատրություն չեմ սպասում։ Ինձ պետք չի ոչ մի բան բացատրել։ Պարզից էլ պարզա, որ Արմոնս ամեն ինչը սարքել էր, բայց ինձ էլ հասկացի, ինձ հաճելի չի, որ քեզ այդ լակոտի գրկում եմ տեսնում։ Ու ինչ վերաբերվում է իմ ու քո խոսակցությանը ու իմ ասածներին, ես քեզ ոչ մի սխալ բան չեմ ասել։ Տես, դու նույն բանն ես շարունակում։ Ասում եմ, այն ինչ երկուսս էլ շատ լավ գիտենք։ Ինչի համար ես եկել։ Գնա խնդրում եմ։ Չեմ ուզում էլ հետդ խոսեմ։ Նարը, նենց չի, որ ես հիմա շատ լավ եմ։ Ու ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Երբ որ ես ու դու որոշեցինք, որ պիտի իրար հետ լինենք, երկուսս էլ լավ գիտեինք հետևանքների ու ռիսկերի մասին մեր։ Ու երկուսս էլ շատ լավ հասկանում էինք այս պատմության հետևանքների մասին։ Երկուսս էլ շատ լավ հասկանում էինք ինչքան թշնամանք կա իմ ու քո մեջտեղում նորը։ Բայց որոշել ենք, որ պիտի անցնենք դրա վրայով, չէ՞։ Երբ որ մենք որոշեցինք, որ մենք պիտի իրար հետ լինեինք, երբ որ ես որոշեցի, որ դու իմ Նարեն ես, այդ պահից սկսած առանձնացել ես։ Ինչքան էլ որ դու կասես, որ քո տունն է, քո ընտանիքն է, Նարե, մեկը դու իմ համար ուրիշ ես։ Իմ Նարեն ես դու։ Նենց չի, որ իմ ընտանիքը քեզ գրկաբաց ընդունելու է։ Հասկացի։ Ու ինչքան էլ որ ես կռիվ եմ տալիս Միքոյի հետ, այն մարդու հետ, ով որ իմ կյանքում ամենամեծ դերն ունի, դու լավ գիտես։ Ամեն օր ես Միքոյի հետ կռիվ եմ տալիս Նարե։ Ինքս իմ հետ եմ կռիվ տալիս։ Ու այս ամեն ինչը չեմ ասում, որ ազդեմ քո վրա։ Ասում եմ, որ իմանաս, թե ինչքան կարևոր ես իմ համար։ Ասում եմ, որ իմանաս, թե ինչքան շատ եմ ես քեզ սիրում Նարե։ Ու մենք որոշել էինք, որ եթե հանկարծ ինչ-որ մեկը մեզնից այս պատմության ընթացքում կթուլանա ու հետ քայլ կփորձի անի, դիմացինը պիտի ձեռքը բաց չթողնի։ Պիտի ձեռքը բաց չթողնի ու չթողնի, որ այդ հետ քայլը անի նա։ Հիմա ինչի համար ես եկել, որ ձեռքս բաց չթողնես։ Հիմա եկել եմ, որ ասեմ, թե ինչքան շատ եմ քեզ սիրում։ Ու ոչ մի թշնամանք, ոչ մի բան չի կարա անգամ մի քանի ժամով ինձ ու քեզ բաժանի Նարե։ Ոչ մի բան։ Դու հասկանում ես, որ այդ ամեն ինչը մեր արանքում է։ Ու միշտ է լինելու։ Միշտ է խանգարելու կամ ինձ, կամ քեզ։ Միշտ է ցավացնելու մեզ։ Բայց մենք երկուսս էլ իմացել ենք, չէ՞, այդ ամեն ինչը իրար հետ շփվելուց առաջ։ Տենց չի։ Ամեն դեպքում դու չես հերքում, որ այդ թշնամանքը կա ու դու դրանով ես առաջնորդվելու։ Դու չես էլ փորձելու ինչ-որ ձև թեթևացնել այդ իրավիճակը, որ թուլանա այդ պատնեշը։ Արի։ Չգիտեմ, էլ իմաստ կա։ Եթե հիմա չգաս ու իմաստ չես տեսնում քո գալու մեջ, հետո չգիտեմ ընդհանրապես իմաստ լինելու է թե չէ։ Իմ համար որ չի լինելու։ Ինձ երեխու տեղ ես դրել ամու։ Թե մտածում ես ճակատի սապուշը գրած ու կարաս քո շահերի համար օգտագործես ինձ։ Ինչեր ես դուրս տալիս։ Քեզ թվում է չեմ հասկանում։ Նարեն քեզ չի սիրում ու չի էլ սիրել։ Քեզ թվում է չեմ հասկանում ինչա կատարվում։ Այսօր քո պատճառով քրոջս նեղացրեցի։ Իսկ դու ինձ օգտագործելով ուզում ես քո հարցերը լուծես։ Լուրջ։ Նարեն չի հասկանում ինչ անում։ Մենք պետք է օգնենք, որ ուշքի գա։ Ինձ թվում է հիմա ավելի շատ օգնություն քեզ է պետք։ Հասկանում ես։ Քո արածը տղավարիչ էր Արմո։ Նարեն ինձ քրոջ պես է, Նարեն ինձ հարազատի նման ընդունում է։ Իսկ
Ինչ եկել եմ Հայաստան, մենակ խնդիրներ եմ ստեղծում իր համար։ Հիմարի պես հավատացի քեզ այն դեպքում, որ այդ աղջիկը քեզ չի սիրում։ Բա ում է սիրում, աղբորը սպանողին։ Ես չգիտեմ այդ տղեն ով է, բայց դու էլ հիմա նենց չի լավն ես իրանից։ Խորոես պատերազմի պես բանա դարձել։ Իսկ պատերազմում ով ոնց կարում հաղթում է։ Հա ես սիրում եմ Նարեին, ու չեմ կարողանում ինձ կառավարեմ, վաղուց վանից այդ սերն է ինձ կառավարում։ Մտածի ինչ ուզում ես, իմ համար լրիվ մեկը, մտածի որ ես սխալ եմ արել, բայց մեկը վերջում Նարեն իմն է լինելու։ Ինչ ուզում ա լինի, ամենավերջում Նարեն իմ հետ է լինելու։ Արմո հիվանդ ես։ Հա, հիվանդ եմ։ Ու այդ հիվանդության անունը Նարե է։ Պարզակու համար ամեն ինչ։ Ես ինչ ապուշություն արեցի ես։ Ինչի համար ես դուրս եկել տնից։ Վրամ ուրախ չես։ Ինչի համար ուրախ լինեմ, Սոնա, որ փոխանակ խնդիրները լուծենք, ավելի ենք հա բարթացնում։ Հաստատ չես հարցրել նոր դուրս ես եկել, ուղղակի փախել ես տնից։ Հա վրամ, փախել եմ։ Փախել եմ, որովհետև գիտեի, որ վատ ես, որովհետև կարոտել էի քեզ։ Ու այն տպավորությունն է, որ ձերոնք ավելի շատ են ուզում, որ ես այստեղ կամ, քան դու։ Գժվել ես դու, Սոնա։ Բա ինչ մտածեմ։ Ես կարծում էի, որ դու ուրախ կլինես, որ ինձ տեսնես, որ դու էլ ես կարոտել ինձ։ Բայց եթե իմ ներկայությունը քո համար ոչ մի նշանակություն չունի, ես կարամ գնամ։ Մեկ հանգստացի ու նստի տեղդ։ Դու իրոք չես հասկանում ես քեզ ինչ եմ ասում, Սոնա։ Չէ, չեմ հասկանում։ Ես ամեն ինչ մի կողմ եմ դրել, ամեն ինչ վտանգել եմ, որ գամ քեզ տեսնեմ, բայց դու ինձ ասում ես, ինչի ուրախ լինես ու հետս կռիվ ես անում։ Սոնա, ես քո հետ կռիվ չեմ անում, այլ ուզում եմ ամեն քայլը տանելուց առաջ արածներիդ լրջությունը հասկանաս։ Ամենահեշտ բանն է քեզ այս տուն բերելն ու հետ չուղարկելը։ Ես չգիտեմ papan ոնց է մտածում, ինչ է մտածում, որ ասում է քեզ բերեմ ու հետ չուղարկեմ։ Բայց եթե դու հիմա հետ չգնաս, քեզ հետ չուղարկեմ, իրավիճակը ավելի է բարդանալու։ Դու շատ լավ գիտես, որ առաջին օրվանից ես երազել եմ քեզ այս տան մեջ տեսնել։ Երազել եմ, որ դու իմ կողքը լինես, այս տանը լինես։ Բայց ես հիմա չեմ կարա հետևանքների համար պատասխանատվություն կրեմ նենց, ոնց կկրեի այն ժամանակ, երբ ավելի ազատ կլինեի իմ գործողություններում։ Սոնա, դու քո տնից պիտի նենց դուրս գաս, որ հետո երբ սիրտդ ուզի կարողանաս գնաս ու գաս, ու ես այդ անելու եմ։ Այդ անհնար է, papan այդ թույլ չի տա։ Ասում եմ անելու եմ այդ, Սոնա։ Եթե պետք եղավ հորդ հետ այնքան կխոսամ, մինչև կհամաձայնվի։ Բայց ես այդ անելու եմ։ Սոնա, պետք չի մի բանի հասնելու համար մի ուրիշ բան զոհես։ Հերդ քո ընտանիքն է, Սոնա։ Այնքան վստահ ես խոսում։ Բայց ես վստահ եմ, որ մի օր այդ ընտրության առաջ կանգնելու եմ ու սարսափում եմ այդ օրվանից։ Սակում, ամեն ինչ կարգին, հա։ Ինչ-որ բան կուզես, սուրճ, թեյ։ Ոչ մի բան։ Բա ինչ է սենց անհանգիստ։ Ինչքան ավելորդ հարց ես տալիս։ Սոնա, ես միշտ ինչ ուզել էդ էլ արել եմ։ Ու իմ համար կարևոր չի եղել, թե ինչ կլինի հետո։ Բայց հիմա կարևոր է, որովհետև հարցը քեզ է վերաբերվում։ Ու այդ նշանակում է, որ ես սխալվելու իրավունք չունեմ։ Սոնա, իմ համար շատ կարևոր է, որ դու ուրախ ու երջանիկ լինես։ Դրա համար քեզ ասում եմ, որ պետք չի կտրուկ որոշումներով լուծել այս հարցը։
Սոնա, ես ամեն ինչ անում եմ, որ շուտ ոտքի կանգնեմ։ Բժիշկների ասածից էլ ավել եմ անում։ Բայց ինչ անեմ, ես անտեր ոտքերս չեմ զգում։ Ես չեմ որոշել, որ պիտի սրա վրա լինեմ։ Ուղղակի ինձ մի պահ թվաց։ Սոնա, ես քեզ միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում։ Մենք կարանք ուղղակի վեր կենանք ու գնանք երկրից։ Կարամ քեզ վերցնեմ, գնանք հեռու տեղ ապրենք։ Ու ոչ քո ընտանիքը, ոչ էլ իմ ընտանիքը մեզ չխանգարեն։ Բայց այդ հարցի լուծում չի, Սոն։ Ինձ ուղղակի ժամանակ է պետք։ Ու ամեն անգամ, երբ որ քեզ ասում եմ ինձ ժամանակ է պետք, կյանքիս կեսը անցնում է, Սոն։ Սոնա, իմ հարցերը ես պիտի լուծեմ։ Իսկ դրա համար պետքա նախ ոտքի կանգնեմ։ Վրամ ամեն ինչ լավ է լինելու։ Ես ոնց որ դերերով փոխվեցինք, հա։ Չէ, ուղղակի հավատում եմ ասացի, դու ավելի հանգիստ եմ։ Վրամ ուղղակի մեկ-մեկ չեմ կարողանում այդ կարոտին դիմանալ։ Սոն, չեմ ուզում նենց տպավորություն լինի, որ քո ոտքով եկել ես իմ տուն ու համոզում եմ, որ մնաս։ Բայց ես չեմ եկել մնալու համար։ Բայց գալու է այդ օրը։ Ու ես եմ գալու քեզ քո տնից հանեմ նենց, ոնց որ կարգնավու բերելու եմ իմ տուն։ Դու լավ գիտես, որ ես այս վիճակին չլինեի, հիմա մենք վաղուց իրար հետ կլինեինք։ Միասին ապրելուց կլինեինք արդեն։ Բայց ես չեմ որոշել, որ պիտի սրա վրա լինեմ, Սոն։ Վերջ, էլ չեմ ուզում, որ վատ բաների մասին մտածես։ Ու չեմ ուզում, որ տխրես։ Միկո, ես ուր էիր։ Խանութում։ Հայկոնը բաց է, բայց տիրություն չի անում։ Սոնան սենյակում է։ Քնած էր, բայց երևի արդեն զարթնել է։ Դե ուտելու բան եմ բերել։ Գնամ կանչեմ։ Գնա փորձի, տեսնենք կգա։ Սոն։ Հա, չեկավ։ Չէ, քնած էր, էլ բան չարեցի։ Ոնց, մինչև հիմա։ Դե հա։ Ինչի ոչ մի բան չես ասում։ Որովհետև չգիտեմ ինչ ասեմ, չգիտեմ ինչ մտածեմ։ Ինչն էր քո համար նորությունն ալը։ Նորություն չէր։ Ես մտածում եմ, որ սենց խոսակցություններ կլինեն։ Բայց չէի մտածում, որ իմ համար այսքան ծանր կլինի։ Ամեն դեպքում ես իմ ներսում հույս էի փայփայում, որ մեր սերը հնարավոր է ինչ-որ դրական ազդեցություն թողնի այդ թշնամանքի վրա։ Ես էլի պատրաստ եմ աչք փակեմ։ Բայց այդ մենակ քո համար։ Քո համարն արը։ Բայց մի բան չի հասկանում ես։ Մի բան չի, որ անցնեմ առաջ։ Հերդ իմ կյանքը փչացրեց։ Իմ ընտանիքը քանդեց նարը։ Ես ոնց աչք փակեմ այդ ամեն ինչի վրա, քանի կար հորս էի մեղադրում։ Բայց հետո հասկացա, որ հերս ոչ մի բանի հետ էլ կապ չունի։
Հիմա կարող ես ասես ինչի եմ կենտրոնանում հորդ վրա ու ինչի եմ չարանում, բայց ուրիշ տարբերակ չունեմ։ Ու ես մտածում եմ, որ քաջիկի թողած նամակն էլ է հորդ ձեռով անհետացել։ Իմ պապը արդարության սիմվոլ է եղել։ Դու այդ շատ լավ գիտես։ Ու ինքը իր ազնվության ու պատվի համար եկավ ձեր տան առաջ չոքեց։ Այդ նրա համար չարեց, որ ինձ փրկի։ Այդ արեց, որ հերդ ուշքի գա, որովհետև հերդ մարդկային լեզու ու խոսք հասկացող տեսակ չի։ Ու ինչ ես մտածում, ես այդ իրան պիտի ներեմ։ Դու հորս մասին ես խոսում։ Ես շատ լավ գիտեմ ում մասին եմ խոսում։ Շատ լավ գիտեմ։ Պապուս ու տատուս տան դուռը ոչ մի անգամ նար է, ոչ մեկ չբացեց։ Որովհետև հերդ էր տենց որոշել։ Հիմա մնում է հասկանամ հորս ինչ ա եղել։ Որ նոր քայլերս կարողանամ անեմ։ Հորքուրիցդ նորություն կա։ Թե այդ խմի գնանք, հա, ես ինձ լավ չեմ զգում։ Գիտեմ, որ լավ չես զգում, Նարե։ Կներես։ Ես շատ բաներ չեմ անում, որ դու քեզ վատ չզգաս։ Իմ համար շատ բարդ է այս ամեն ինչը կուլ տալու անցնել։ Քո հետ կապ չունի ոչ մի բան։ Ու դու այս երկու պատմությունները մի խառնի իրար։ Ես եթե հիմա ոչ մի բան չեմ անում, այդ մենակ նրա համար է, որ ոչ մի կոնկրետ բան չգիտեմ հորս մասին։ Ու քո խաթրան արը, որ քեզ չնեղացնեմ։ Բայց հենց ինչ որ կոնկրետ բան իմացա հորս մասին, ես պիտի իմ քայլերը արդեն անեմ։ Քերի ինչին ենք սպասում։ Հասատ այդ վրամես տունը գնաց է։ Գիտեմ։ Քերի գիտես ու ոչ մի բան չենք անում։ Հիմա դրանք է մտածելու են մենք ամեն ինչից տեղյակ ենք, Սոնան խաբում է մեզ ու գնում է իրանց տուն։ Մենք էլ ոչ մի բան չենք անում։ Քերի, ես առաջարկում եմ իրար հետ գնանք վրամես տուն։ Սոնային հետ բերենք։ Կամ եթե դու չես ուզում, ես կգնամ։ Համ Սոնային հետ կբերեմ, համ էլ այդ վրամին կսատկացնեմ։ Հետո որ սատկացրեցիր։ Քերի, բա ինչ անենք։ Ինչ ես առաջարկում։ Նստենք, սպասենք։ Էս այն հարցը չի, որ ուժով լուծենք։ Համբերի։ Սոնան կգա, ես իմ ձևով կլուծեմ։ Ինչ ես մտածել, Քերի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինձ նոր տարվա համար ինչ կարաք առաջարկեք։ Տարբերակները շատ են, կօգնեմ, որ ընտրեք։ Երկու հոգու համար է։ Շատ հանգիստ է։ Շատ լավ, առաջարկեմ ձեզ ամենալավ ուղղությունները՝ Շարմ էլ-Շեյխ, Բահրեյն, Օման։ Մեկ էլ դրանից հետո ինձ պետք է մի տեղ մի ուղղությամբ մի ուրիշ երկիր։ Առանց հետադարձ տոմսի։ Վերադարձի հստակ ժամկետ չկա։ Ոչ մի խնդիր, կկազմակերպենք, որ հանգստից հետո հենց այդ երկրից մեկնեք։ Եկեք միասին նայենք եւ նաեւ հասկանամ ձեր նախասիրությունները։ Եկեք այսօր հասկանանք, ընտրենք, ես վաղ գամ կհաստատեմ։ Շատ լավ։ Երեխեք ջան, ո՞նց եք։ Սոված չեք, հաց դներ։ Չէ, ես արդեն գնում եմ, շնորհակալ եմ։
Ուր ես գնում։ Տուն ա գնում, ուր պետք է գնա։ Սպասի, ես քո տաքսին կկանչեմ։ Եթե ուզում եք, ես կարող եմ տանել։ Չէ, պապա, պետք չի։ Տաքսիով կգնա։ Բայց ինչի համար տաքսի կանչես ավելի լավ չի պապան տանի։ Պետք չի նեղություն քաշեք։ Նեղություն չի ինձ համար, աղջիկ ջան։ Եթե իհարկե վռամը դրա տակ ինչ-որ վատ բան չի տեսնա։ Մեկ այս դարում լավություն անողի գլուխը ծակա։ Ես դուրս եմ գալի, եթե ուզում եք, որոշեք, կարող եմ տանել։ Ֆրոն պապատ ուզում էր օգնել։ Ինչի տենց կոպիտ խոսեցիր հետը։ Կարաս դու չխառնվես։ Բալես հիմա ինչ անենք։ Տաքսի կանչենք երեխու համար, թե պապան տանի։ Գնա պապայի հետ։ Գնացին։ Տղես։ Ինչա կատարում հետդ։ Կարող է այդ հարցը ինձ չտաս։ Գնաս պապային տաս։ Սաղջիկն ինչ եղավ։ Զանգում չի պատասխանում։ Ալո։ Խորի ջան, բալես, ուր եք։ Զանգում եմ Նարեին չի պատասխանում։ Իրար հետ չեք։ Ալո, Խորիկ։ Հա, Անիկ ջոջա, լսում եմ։ Բալես, ասում եմ Նարեին եմ զանգում, չի պատասխանում, դրա համար եմ քեզ զանգել։ Միասին եք։ Հա։ Բա ինչի չի պատասխանում, անհանգստանում եմ, չէ։ Ուր եք։ Դե ուղղակի քաղաքն են ինձ ցույց տալիս, դրա համար Անիկ ջոջա, բայց շատ չենք ուշանա։ Լավ, բալես։ Դե ձեզ սպասում եմ, շուտ եկեք։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ աղջիկ ջան։ Իմ Նարենը լիներ, մեկը նույնն է անելու։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Սոնա, Ինչ եք անում։ ոչ մի բան ուղղակի աղջիկ ջան, ես ուզում եմ քեզ ասել, որ այս մասին ոչ ոք չի իմանա, որ ես եղել եմ ձեր տանը։ Ուղղակի ես զգում եմ, որ վրամից դուր չի գալիս իմ աջակցությունը, բայց ուզում եմ ասել, որ իմ տան դռները միշտ բաց են քո առաջ։ Շնորհակալ եմ։ Լավ եղի։ Մի հատ կանգնի։ Հասանք։
Զանգելու ես, չէ՞։ Այս արի թող իմ ու քո սիրո համար փորձություն լինի։ Որով որ մենք պատվով անցանք։ Դեռ բարձ չի անցել ենք, թե չէ։ Անցանք նորը։ Այսօր այնքան բան ա եղել։ Էմոցիաներս ներսումս խառնվել են իրար։ Հիմա ինձ որը ժամանակ ա պետք, որ հասկանամ մտքերս ոնց եմ ճիշտ դասավորում։ Այդ դասավորելու ընթացքում անընդհատ կմտածես, որ ինձ շատ ես սիրում։ Ու ինչքան էլ որ մտածես, որ կարան այս բան լինի, որ դու ինձնից հրաժարվես, ես քեզնից չեմ հրաժարվելու։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ եմ շատ սիրում, բայց արդեն պիտի գնամ։ Գնա։ Նար։ Բայոսա կտա։ Մեքենայի բանալին ու հեռախոսի մեջն է։ Գիտեմ, որ այսօր սխալ բան եմ արել։ Ուզում եմ խոսենք։ Մամա էր զանգել։ Ասել եմ, որ իրար հետ ենք։ Գիտեի, որ Հայկի հետ ես, բայց գիտեի, որ պետք չի ձերոնք էլ իմանալ։ Կարա իր նեղություն չքաշեիր ու չփրկեիր ինձ։ Նարն ենք չէ այսօրվա եղած իմ սրտով է։ Բայց որ խոսամ ինձ թվում է կհասկանաս ինձ։ Լսում եմ, ասա։ Բաբ, Այդ ուրեմն սենց, հա։ Էս ուր ենք հասե, որ տնիցդ փախնում ես, հետո գողի պես հետ ես գալիս։ երբ քո տան մեջ քեզ բանտարկյալի պես են վերաբերվում, նորմալ է, որ փախուստի փորձերել են լինում։ Ինձ թվում էր, որ մենք իրար հասկացել ենք։ Բայց դու ինքդ չես գիտակցում ինչ ես անում։ Հասկանում եմ, ուղղակի ինչ անեմ, եթե առանց վրամ չեմ կարողանում։ Ով բերեց քեզ տուն։ Վրամի պապան։ Պապ իրա համար էլ է դժվար, բայց ինքը հանուն վրամի երջանկության ամեն ինչ մի կողմ ա դրել։ Ես չեմ հասկանում, ես այդքան անարժան եմ, որ իմ համար դու ոչ մի բանի պատրաստ չես։ Այն պահին, որ դու այդ տուն մտնես, քո հեքիաթը վերջանալու է։ Դու ոնց չես հասկանում, որ դու գործիք ես դառնալու դրանց ձեռը։ Լավ էլի պապ։ Սակոն չի մոռանալու ես ինչ եմ արել։ Ու դրա համար քո վրամի սերը օգտագործելու է։ Այսինքն պապ, դու ինչ ես արել Սակոին։ Պապ, կասես ինչ ես արել։ Մի քանի օրից նոր տարի է։ Կդիմավորենք տանը ու կգնանք երկրից։ Չէ, ես ոչ միտեղ չեմ գալիս։ Գալիս ես, ես ու դու գնում ենք։ Անվերադարձ։ Ու սրա մասին էլ չենք խոսում, սա իմ վերջի խոսքն է։ Եվ կարող ես արդեն սկսել իրերդ հավաքել։ Պապ, ուր ենք գնում, ինչի համար, քեզ թվում է, որ ես երկրից գնացի, ես վրամին մոռանալու եմ։ Ես արդեն իմ ասածը ասեցի։ Չէ, ես երեխա չեմ, որ դու վրա բարկանաս ու թելադրես, ես չեմ թողնելու, որ իմ կյանքը իմ փոխարեն ապրես կամ իմ տեղը որոշումներ կայացնես։ Ես Հայաստանից չեմ գնալու։ Դա դեռ կտեսնենք։ Պապ, խնդրում եմ։ Չենք շարունակում։ Քեզ թվում է, որ երկրից գնամ ինչ-որ բան է փոխվելու։ Ես մի անգամ արդեն գնացել եմ այն մտքով ու այն հույսով, որ այդ հեռավորությունը ինձ օգնելու է ես վրամին մոռանամ, բայց ո՞նց անեմ այն մարդուն մտքիցս, ով եթե նույնիսկ ֆիզիկապես կողքից չի, մտքումս է, սրտումս է ու գլխումս է։ Ինչ էլ անես, ես վրամին չեմ մոռանա։ Ձենդ սունը։ Ինչքան ուզում ես լռեցրու։ Ուզում ես պատժի։ Այդ ոչ մի բան չի փոխելու այն սերը, որ ունեմ վրամի հանդեպ։ Բարձացի քո սենյակ։
Հենց խոսում եմ լռեցնում ես, հենց չեմ խոսում ուզում ես որ խոսեմ։ Ես չեմ հասկանում, դուք ոչ մեկը իմ դրության մեջ չեք մտնում, ինչ եմ մենակ ես ձեզ հասկանում։ Ու արդեն չեմ հասկանում, խնդիրը ինձնից է թե ձեզնից։ Նորից եմ ասում, բարձացի քո սենյակ։ Լավ, ինձ գոնե կասես ինչ ես արել, որ Սաքոն քեզ չի ների։